Բարի օր լուսավոր մարդիկ, հուսով եմ, որ դուք լավ եք։ Ես լավ եմ, այս խելացի կինը շատ լավ է։ Իրան այսօր մեդալ եք պարգևատրելու, հեսա կասեն ինչ մեդալով եք պարգևատրելու։ Ինչ է արել այս խելացի կինը, որ արժանացել է այսքան լավ խոսքերի։ Ալեքսս երեկ ասեց, մամ, մուզվի եմ ուզում, ասեցի, որ դպրոց տանի, ասեցի, հա բալես, բա ոնց։ Առավոտ շուտ արթնացել եմ, մուզլին մի հատ խովեսով սարքել եմ, մրգեր եմ ավելացել, չիզ, չամիչ, ընկուզեղեն շատ լավ սարքեցի, որ սենց նայում ես արդեն քեզդ գալիս է ուզում ես։ Դες սիրուն դրել եմ երեխայի ճանապարհել եմ ու տեսնեմ, որ գտալ չեմ դրել։ Այդ այնց խելացի մայրիկ է, մայրիկը այսօր եղել առավոտյան ուղեղս որտեղ էր թափառում չգիտեմ, բայց լավ է, ինչն ալա, որ գոնե տեսա, շուտ տեսա, ժամը 10-ն է հիմա լինում, ժամը 12-ն է իրանց լանչի ժամը, մեքենա եմ պատվիրել, որ տանեմ գտալը հասցնեմ, այդ գտալն էլ տալը մի ժամ կտելի, հեսա տալը տալն էլ հեսա մի ուրիշ խնդիր է, բանը, KGB-ի նման հեսա բոլոր տեղերը պետք է հարցնեն, Մադամ ինչ եք եկել, ոնց եք եկել, այստեղ ստորագրեք, այնտեղ ստորագրեք, այս մարդուն տեսեք, այն մարդուն տեսեք, որ նոր այդ գրկալը հանձնեմ, 10 հոգով, 10 մարդ ամենակիչը խառնված է լինելու այդ գրկալը հանձնման արարողությանը, բայց դրանից բացի որն է լինելու իմ բոնուսը, ընկերներ, այս ժամին այնտեղ անհնար է, ոչ մեկ էլ չի գնում, գիտում են ծնողները այս ժամին ինչ անեմ, որ ինչ-որ ռիքշա ես վերցնեմ, էլի, Ինչ եմ անելու, ոտքով եմ գալու, հագել եմ իմ բոթասները ու ընդեղից ոտքով պետք է գամ, և մի 2-3 ժամ կտևի մինչև գամ հետ հասնեմ, լավ անցրիկը պատրաստ է, երեկ ինչ սարքել էի, սպագետի էի սարքել պրոկլիով, բան շատ համեղ էր, հաճույքով կերան, այսօր ոնց որ նույնն են ուտելու, շատ էր էլ եղել, տենց ընկերներ, 5 րոպեից մեքենան կգա ռիքշան, Գնամ հասնեմ, ընդեղից եմ ոտքով գամ, եթե ճանապարհին նոր խանութներ են այդ հատվածում, ոնց որ ունեն, ճանապարհին եթե ինչ-որ խանութ լինի, կարող է ինչ-որ մի բան վերցնեմ, ձուկ կուզենամ։ Այսօր պետք է գնայի ձուկ գնելու ներքևի խանութից, բայց թե ինչ արած, վաղը կգնամ։ Տենց ընկերներ, ռիքշան գա գնանք, խելք, պաչեմ քեզ, ուտեմ քեզ, ինչ ասեմ էլ։ Prithvi է վարորդյանն ասում է, Prithvi is arriving, էսի է երևի մեր Prithvi ախպերը։ Արի եղբայր, արի գնանք, հա, դու ես ոնց որ, դու ես որ կաս, գնացինք։ Հալո։ Գնացինք, շողովուրդ ճանապարհում կանք, հուսամ բարով թերով կգնամ ու հետ կգամ։ Ինչ եմ ասում, ազնվությամբ, ինքս ինձ ասում եմ Լաննա ջան կողքերդ երազելով մի նայիս, երազելով կողքերս եմ նայում, փորձի ճանապարհը հիշես, որ ուրիշ տեղեր չգնաս, չկորես, որովհետև այս ճանապարհը սենց ոտքով ես գալու, եթե բախտս բերի, ինչ-որ մեկը ռիքշա պատվիրած լինի ու համաձայնվի ինձ հետ տանել, այդ ժամանակ հա բախտս կբերի, բայց միշտ չի էլի, որ հանդիպում է, տենց փորձ ունենք գիտեք, դրա համար հարկավոր է, որ ուշադիր նայեմ ճանապարհը, չնայած կասեք մապ օգտագործի, մապն էլ կարելի անել, բայց դե որ մտքով էլ էլի տեղյակ լինեմ ուր եմ գնում, ոնց եմ գալու, ինչ եմ անելու այստեղով ընկերներ ջան Ինչքան վատ բան կա, ինքս ինձ ասում եմ հիմա ազնիվ խոսք։ Մեկ ասում եմ սենց սկուտեր վերցնեմ, սկուտեր քշեմ, հետո ասում եմ Լաննա ջան, դու փորձանք մարդ ես, վախկոտ մարդ ես, պիտի այն հին ժամանակներում, այս ինչ-որ բան էին, տեսեք, պատրողություն, այն հին ժամանակներում բան էին, չէ՞, որները շորեր են հատնում սենց երկաթից, ամեն ինչ, այդ են շորերով հատ էլ պատվիրեմ, որ էլ շորերով վարեմ այդ սկուտերը, թե չէ մեկը կողքս բոհար, սուկել շուր կգամ սկուտերով։ Մեկը հասա դպրոց,
վարորդին ասում եմ կլինի, ստեղից պատվեր բերել, հիմա պատվերն ես, ասում եմ, չէ, ասում եմ, պիտի ասում որ դուրս գամ, ասում կլինի, ստեղ սպասես պատվերից, ասում եմ, մինչև ես դուրս գամ, էլի, եւի 5 րոպե մաքսիմում կտևի, որ բան անեմ, հետ գամ, այդ գտալը տամ, հետ գամ, ասում եմ, դե չեմ իմանում, ասում եմ, ես քեզ ավել կվճարեմ, էլի, սպասելուդ համար բան ստեղծել, բայց վախենում եմ, որ ես բռնել կտամ, չի կարելի դե իրանց բանով, ինչ ան պետքա պատվիրես, որ բան անեմ, բայց ասում եմ պատվիրում եմ չի գալիս, թե չէ մեծ հաճույքով, էսի չեն անում, նկարում են, պիտի երեխեքը գան նկարվեն երևի, միշտ նկարվում են։ Գտալը տվեցի, ասեցի, չէ, մի 10 հոգի հեսա կգա, որ ասի, թե բայց բոլորը ճանաչում են Ալեքսանդրին եւ բոլորը ճանաչում են ինձ միանգամից վայ ինչ եք եկել ասում եմ գտալը այնտեղ են մյուսկինը այն մյուսը չուհին մոտեցավ այն մեկը մոտեցավ ու այդ գտալը ամեն մեկը փոխանցելով նախապես գիտեի որ այսպես է լինելու ճիշտն ասած դրա համար գտալը լավ ուպակովկա է yarել բնականաբար ծնողներին չեն թողնում որ գնա դասարան չի կարելի ու այդպես մի ուսուցչուհի դուրս գա Քա ինչ չխենացնում են զղկում սիգնալ ունի պիտի տա անպայման ինչև է ժամանակ չեմ կորցնում արագ իջնում եմ ստեղ մոտակա այդ փոքրիկ գյուղակ ինձ թվում է գյուղակ եթե հասնեմ ավելի շուտ կկանչեմ մեքենային քան որ ստեղ չի գալու մի 15 րոպե 20 րոպե պիտի ժամանակ կորցնեմ ճանապարհին եթե սենց ռիքշա հանդիպի դատարկ ազատ ձեռքով կկանգնացնեմ հուսով եմ ինձ նորմալ տուն կտանի կհասցնի, եթե չէ, ասենց քայլելով գնանք այդ գյուղակից փորձեմ կանչել։ Քայլելուն ես ընդհանուր առմամբ դեմ չեմ, այն որ ասում եմ գրողին, հաշվենք թե գնացել եմ տրինաժորի զալ, մի լավ վազել եմ կամ քայլել եմ, այն քայլելով գործում բանի վրա։ Ուղղակի մեքենաներ էլի, որ գնում գալիս են, էդիա, թե չէ ես գիտեք, սկսում եմ քայլել, Բելգիայում եմ քայլում, Հայաստանում եմ քայլում Աբու Դաբիում էի քայլում են լավ արևին ճռացող շոգին չէի նեղվում բայց ուղղակի ճանապարհն է ստեղ թե չէ ստեղ էլ կքայլեմ առանց նեղվելու հա համել ասեմ որ այդքան շատ հեռու չի ասել եմ չէ հեռավորությունը մեքենայով ուղղակի որ սենց լայն չի փողոցը նորմալ փողոց չի նորմալ փողոցներում կարելի է 5 րոպեում մեքենայով հասնել բայց քանի որ սենց փոքր փողոցներ են, գյուղակներ են, ճանապարհը երկար է թվում, ընդհանուր 6 քանի կիլոմետր, եկեք կլորացնեմ, ասեմ 7 կիլոմետր, 7 կիլոմետրը այդքան շատ հեռու չի, մոտ է, էլի։ Այս փոքր բնակելի հատվածներով սիրում եմ գնալ, որովհետև եթե հետաքրքիր բաներ ես տեսնում, փոքրիկ տունիկ էր։ Փոքր թեմփլ է համել։ Hello. Ստվեց են որ պանրի հոտ է գալիս, մանրած ջրի հին, ոնց ուժեղ հոտ էր գալիս։ Prince Makram. Hello, good morning. Good morning. Այդ կանանց որ մոտեցա, դե նախ ասում եմ բարի լույս, բարի օր, բոլորին ու տեսնում եմ դե շատ հազվագյուտ մարդիկ են բարևում։ Իրանց մոտ այդ բարևի պահը չի ընկալվում, դե հարաբերս իրանց մշակույթը տենց է չեն բարևում։ Եվրոպացիների նման է, որ դուրս գաս բոլորին ասես բարև ձեզ, շատերը զարմանում են որ բարևում ես, բայց ես չեմ ուզում այդ իմ ավանդույթից հետ կանգնեմ, սովորեմ, որովհետև ինչ միջավայրում որ ապրում ես, հետո այդպեսին է դառնում մի տեսակ, չեմ ուզում փակվեմ, էլի հետ գնամ Բելգիա, ասենք հիշեմ, որ այնտեղ չէի բարևում, հետո նորից սկսեմ իմ վրա աշխատել, որ մարդկանց բարևեմ, ուզում եմ այդ ուրախ կենսախնդրությունը պահեմ, ինչև է մոտեցա այդ կանանց թե տեսակ, ասում եմ բարև ձեզ, մի անգամ ասում եմ give money, ասում եմ մի հատ բարևեք, այտիկ նայք ջան, օրը բարի, լուսավոր, առավոտ, ես հոմ մանի ապարատ չեմ,
Համբող արտադրող ապարատ չէ, մարդ եմ, բարևում եմ ձեզ, բարևեք, այ բալամ։ Ստերից ոնց է գնալու չեմ հիշում, սենց երևի, խոսքով եմ ընգել գնում եմ, սենց պետք է գնալ երևի։ Վարդերի այգիներ են, ստեղ սա, չգիտեմ երևում թե չէ, բայց վարդեր կան։ Տոների համար հիմնական լավ բիզնես է, թե շատ են ծաղիկներ չէ, օգտագործում տոներին, իրանց սրբերին միշտ ծաղիկներ են նվիրում։ Բացի բրինձը նաև սենց վարդերի այգիներ ունեն։ Հանուր առմամբ վատ չի ժողովուրդ, մոտավորապես 50 րոպե քայլում եմ։ Հասել եմ գրեթե մեջտեղի հատվածը, ես հիշում եք չէ, ստեղ էլի եղել ենք, ես էլ ինչ-որ տաճար է։ Տեղի տաճարներում աղջիկներից ասում են, որ այդպես չի կարելի մտնել նկարել, եթե տուրիստական տաճար չի էլի։ Դրա համար ներս չեմ մտնում։ Երևի ներսում այդպես ինչ-որ բան էլ չկա անելու։ Պատերն են էլ երևի, զանգը կլինի ինչպես միշտ, բայց թե 2 րոպե շունչ քաշեմ այստեղ ու գնանք շարունակենք։ Ստեղից մի հատ կարելի է փորձել։ Կարելի է փորձել տեսնել, եթե այստեղ կգա ռիքշա, ստեղից գնամ մի 5 րոպե, կսպասեմ շատ, չէ, որովհետև արև ավելա։ Սմարդ ինչ-որ բան է վաճառում։ Փոքր տները շատ փոքր են ու չգիտեմ ինձ թվում է առողջության համար ամեն դեպքում վնասակար կլինի մեծ փոքր տներում ապրելը, որովհետև որ նայում ես ինքը ոնց որ խոնավ լինի, էլի խոնավ փողոցնից։ Պապայայի երիտասարդ ծառը ժողովուրդը ինչքան պապայա կա դրան։ Հենց որ պալմա լինի իրականում։ Նոր ջեսն է զանգել, ասում է դուր ես, ասում եմ, չես ասի ինչ ա եղել, երեխու համար ուտելիքը դրել եմ, բայց գտալ մոռացել եմ դնեմ, տարա, հիմա ոտքով հետ եմ գալիս, ասում է ես էլ զանգել եմ, բողոքեմ իմ առավոտը, որ վատ է սկսել, ասում է, բայց հիմա տեսնում եմ քո օրը, որ ոտով այդքան պիտի քայլես, ասում է հիմա շատ երջանիկ եմ, ասում է իմ ոնց որ օրը ուրեմն ընտենց հեչ էլ վատ չի, ասում եմ հա կյանք սենց, բայց քիչ մնաց, բայց ինքը ինձ բավականին օգնեց, որովհետև ես մի պահ կար ճանապարհից ոնց որ չէի իմանում էլի, սենց պետքա գնամ, այնպես պետքա գնամ, բայց ինքը ինձ օգնեց, ասեց լան, ասեց այս սենց պետքա գնաս, կամերան միացրեցի, այնտեղ մեջտեղի հատվածում էր ու ճիշտ ճանապարհին եմ, քիչ է մնացել, կես ժամ մնացել, մի տեղ կանգնեցի, որ չեմ չեկավ տաքսին, չեկավ, մի տեղ էլ ձեռքով կանգնեցի, էլի չեկավ, ջայնամին գա, ես քայլեցի, կես ժամից տանը կգնեմ, սովորելողություն ես որ, հոզակցի ակարան գնամ, հովքեցի, այ մարդ, լավ, եկեք ես գնամ ժողովուրդ, չեղավ, ավտոներին զվախացրին։ Ասեցի չէ, եկել ասեցի, այսօր էլ Ալեքսենց մոտ էլ տեսակ, վաղը ստեղ տոն է, նշում էին գարնան գալիքը, մենք բոլոր ազգերն ունեն, չէ, այդպիսի սովորույթ, որ նշում են գարնան գալիքը, մենք էլ գնում ենք եկեղեցի, չէ, ծառի հնճյուղերն ենք բերում, մեր գլուխն ենք նարդարում գեղեցիկ, այդ ճյուղերով, լույս ենք բերում տոն, իրանց մոտ էլ նմանատիպ էլի նշում են, այստեղ թե գարնը շուտ է գալիս, այդ գարնան տոնի կապակցությամբ, այսօր վաղը, երևի մյուս օրն էլ բան են անել, որ տաճարներում նշում են էլի, մարդիկ գնում են ընտանիքներով, իրանք էլ իրանց ձևով են ոնց որ իրանց արարողություն անում։ Միայն այս շները, որ հանգիստ եմ ունեմ, ինձ համար լավ է, բայց որ մի քիչ չխային սկսում են հաճալ դա լավ չի, այս ինչ
երթևեկություն սկսեց ստեղ, այսի արդեն մեր մոտին մոտ են, դրա համար սենց երթևեկություն, սերի ձևի որ կանչեմ արդեն կգատացի, բայց ստեղից էլ շատ մոտ է, այս ինչի են կանգնել սենց գնացքն է ընթնելով, թե իչացնում են գնացքն է ընթնելու, անկել են կանգնել, թե չէ, սաղթան է կդան սենտակը։ Հետաքրքիր է, որ այդ մի շլանգբանը ձեռով էին իջացնում։ Այն մեկը ավտոմատիկ է, բայց այն մեկը ձեռով էին իջացնում։ Տեղ չկա է, որ գնանք առանց հրացուցկովեն, տեսնեմ ինչա կատարվում։ Այս այդ շլանգբանները, որ բարձրացն են, չէ, մեքենաները, մոտոները, անխնա գնալու են, այն կողմում էլ են հավաքվել, այս երկու կողմանի փողոց է իդեպ, այսի ոնց որ այն կողմից պետք է գան, մեկ էլ այս կողմից, չէ, հեսա նայեք, իրար հերթ չտալով, ինձ կգցեն տակը։ Սպասեմ թող գնամ, հետո նոր գնամ։ Իրական գնաց չանցավ, ինձ թվում է սարքում են ուղղակի այդ շլանգբաունը։ Մի քիչ նոսրանա, սկսեմ գնալ, եթե նոսրանա է։ Այստեղից Ալեքսը գլխարկ էր ուզել ականջներ ստեղ ունեն, ուզում եմ վերցնեմ։ Ալեքսի օրվա առևտուրը արեցի, ընկերներ գնում ենք տուն հիմա վերջապես։ Դու ես ինձ սիրուն ես այ պուճուր, ես ինչի ես եկել ես տեղ արա, լովն ես պուճուրիկ, շատ լովն է, կյուտ։ Այստեղ այս մեր մոտ բժշկական ուսումնարան է, ասում են շատ հայտնի է տարածքում, լավագույն ուսումնարաններից է, եթե ուզում են բժշկական ոլորտում էլ է աշխատեն, Իրամասից բոլորը սպիտակ խալաթներով են։ Հիմա գնում ենք, համարա մեր տան մոտ է ժողովուրդ հասա, բայց բերանս պապանձվել է, ծառով եմ, սուրճ եմ ուզում, մի այդ ձիվան եմ ուզում, որ ոտքերս պրե այդ ձիվանի վրա ու հանգստանայ, չունենք ձիվան, մահճակալին կպրեմ ոչինչ, մենակ հասնեմ տուն։ Քանթել մտա այդեր, քանթից էլ երկու բան վերցվի, մեկ էլ որ չվազեմ հետո։ Այս հետևում ասում մի գղատար, տեսնեմ ձուկա, բախում ասեցի ինչ լավ է, կաղամ են ստացվի ձուկն էլ առնեմ ճանապարհին գնամ, բայց մոտեցա, դրեն ենքան ճանչ կա կստացվեց ձուկան, ճիշտ է լվանալու են, բայց աշխարհի ճանչերը դրեն էր։ Տեսակ չես ուզում էլի, ուտելուց չի կա այդ ճանչերին, որ հիշես երևի, թեկուս դվանում ես, էջում ես հետո, բայց նույն է։ Ովքեր որ նոր են միացել իմ ալիքին, գիտեք, շատերդ միանում եք, այս հատվածում կոշիկ չեն սիրում մարդիկ, կոշիկները հանում են ու գնում են, ոնց քալես, միևնույն ալիքի կոշիկներ կտեսնես, Իդեպ Հնդկաստանում եթե բոլոր հատվածներում էլ տեսել եմ կոշիկներ, նենց չի որ ոչ միտեղ չեմ տեսել, բայց մեր հատվածում առավել ևս չեն սիրում կոշիկներ, ստեղ ոնց որ կոշիկներին դեմ ենք ժողովուրդ լինել։ Բայց ազնվությամբ հոգնեցի, երևի թե պետք չի ասել դրա մասին, դուք ինքներդ կռահում եք, խանութից վերցրել եմ մածուն, գիրքը բարձել էի, որ կարդայի ու հեռացա, չմնացի և ելակի ինձ ստացել լավ, այդ պատել ելակ վերցրի ու եկա տուն ընկերներ, ոնց որ թե լավն է, այնքան հոգնած եմ, չեմ հասցրել լավ նայեմ, տնտղեմ լավնա թե չէ, ոնց որ թե լավնա, գիրքը բավականին հետաքրքիր սկիզբումներ սա, The Richest Man in Babylon, առաջին
էջում եմ շատ բան չեմ կարդացել, բայց դուրս եկավ։ Դեռ կկարդամ ձեզ հետ էլ կկիսվեմ, շատ իդեպ հայտնի հեղինակ է Ջորջ Քլասոն, ամերիկացի ազգությամբ, ով առաջին անգամ ստեղծել է Ամերիկայից դեպի Կանադա ճանապարհի քարտեզը, ավտոյի ճանապարհի քարտեզը, ու ինքը լավ ֆինանսիստ ա եղել, լավ բան ա եղել, բիզնեսմեն ա եղել, այստեղ մի փոքր իր մասներ գրած, մի խոսքով հեղինակն էլ շատ լավ հեղինակ է եւ գիրքը իրենով միլիոնավոր հատորներ է վաճառվել ընկերներ, այնպես որ սա այսպես։ Հիմա արագ իմ համար սուրճ եմ պատրաստում, ժողովուրդ, որ չմեռնեմ շոկից, ծարավից ու միևնույն ժամանակ հիշում եմ մի հատ անեկդոտ։ Մենք ունենք, նախ ուզում եմ բարևեմ իմ Լյուբայից, Լյուբ ջան, ջերմ բարևներս, գիտեմ ընթաց ինձ նայում ես, ընթաց չէ, միշտ ինձ նայում ես, ես քեզ ջերմ պաչիկներ եմ ուղարկում, շատ եմ կարոտել, Լյուբաս մեր հաշվապայությունում էր աշխատում, անպայման, այս տարի եթե գնամ Հայաստան, անպայման գնալու ենք իմ գործի տեղը, նախ իմ գործի տեղը ընկերներիս տեսնեմ, միշտ չի ամեն գնալուց առաջ ավելի, ճիշտ ասում եմ, գնալու եմ անպայման, ընկերներիս տեսնենք, բայց չի ստացվում ոչ մի անգամ, որ Ալեքսը փոքր էր, չէի հասցնում երեխուն գրկածունց գնայ բան սենց, ու օրերը նենց արագ են անցնում, ոչ մի կերպ չեմ կարողանում գնամ, շատ լավ կոլեկտիվ ունեի ու հիմա էլ կապը պահում եմ մեկը մեկից լավ իդեպ, շատ լավ մարդիկ են, ինչև է ժողովուրդ, Լյուբաս գյումրեցի էր, մի հատ սենց անեկդոտ կա գյումրեցիների մեջ, որ ասում է լեննականցի օնիկը շոքից մեռավ, եթե գիտեք այդ անեկդոտը, եթե չէ հեսա պատմեմ, ուրեմն հարևանը հարցնում ասում է, օնիկ ջան, բավուն ցեվա, որ շոքից մեռար չէ, որ լեննականում շոք չի լինում, ասում է, էտա ասում է, մտածեցի, բավուն ինչ կլինի, որ շոք լինի ու ներվերս մեռա, ներվերիցս մեռա, հիմա իմ շոքից ես մեռա, ժողովուրդ, շոքից ես մահացա, չեմ բողոքում, չեմ դժգոհում, մի հատ գտալ եմ ման գալիս, որպեսզի սուրճս լցնեմ, ու երեք ինչ լավ է, որ պաղպաղակ ենք գնել, ուրա, նյուժել մենք մի հատ բանը գտալ չունենք, մի րոպե։ Գրողին չունենք այս պահի դրությամբ, երևի ինձ պետք էլ չի, ես հերցնում եմ մի հատ մեծ կաֆե և կապուչինո եմ պատրաստում, ինձ թվում է ես արժանի եմ կապուչինո խմելուն այսօր ժողովուրդ, բայց խառնել պետք է լինելու, ինչու եմ խառնելու, չեմ հասցրել լվանամ առավոտյան նախաճաշը պատրաստելուց, ահա թե ինչով, օյ, գնամ բալկոնում նստեմ, սուրճս խմեմ, պաղպաղակս վայելեմ ու գիրք կարդամ, ինչև հետ Ալեքսիս գալու ժամը կլինի։ Դե ես քան որ երեք ասեցի, չէ, ես շատ հաշվի նկատեմ, գտալները հաշվարկով եմ առել, դրա համար այս պահին չունենք գտալ։ Մտածեցի, որ գնամ, օժիտիս գտալները առնեմ, ընտիր, լիքը, ճոխ բերեմ, հետո գնալուց պիտի թափեմ, գնամ, հետա դրա տեղը, այդ կողմը չեմ ծախսի, ինչքան որ մեզ հարկավոր է, համեն լանան չի ալարի այդ ժամանակ, որ շատ ես ունենում, շատ հանում, անդադ օգտագործում, դնում ես այնտեղ, որ լվացվի, հանում ես, դնում ես, որ լվացվի, չէ, ու այդպես լվալյունն է հավաքվում, իսկ որ քիչ լինի, պարտադիր կլվանամ, ու համել, գիտեք, մեծ ոնց որ բաներ պետք է առնենք շուտով, ու այդ իմ հաշվարկների մեջ է մտնում, էլի, իմ համար ընտիշ ճոխը կառնեմ այդ դրա փոխարեն, ասեք, որ տենց է, եթե չեք համաձայնում, դա էլ ասեք, գուցե սխալ եմ մտածում, բայց ես այդպես եմ մտածում, ընկերներ, եկեք պաղպաղակ ենք, տեսնենք ինչ պաղպաղակ ենք ուտելու այսօր չոկոբար, սենց կարիլա, ոգի այստեղ։ Ես նես կաֆեները որ կաղցրեմ լինում պաղպաղը, մինչև բան կանի, սուրճս կսարի, պաղպաղը կսկուտեմ, ստեղ բալկոնում նստեմ էլի։
Այ բալկոն ունենալը երանությունը լավ բան է, հաճելի պահ է։ Բայց այս երկու օրը որ սենց տաք է անում, երեք Ալեքսին էլ ինչա խաղում էր դրսում, քրքրել էին մոծակները։ Ես էլ ստեղ միջանցքում էի, բալկոնում էի, չէ՞, նստած Իրիկունը գնացիներ, հոն ոտքերս չէին կծել, չէր զգացվել բացարձակ, որ կծում են էլի, բայց լավ քրքրել էին, պատուհանները փակեցի, շուշուտ միացրեցի գիշերը քնելու համար այդ բանը, այդ միջոցները էլի հակամոծակային, որ երեխուն գիշերը էլի չկծեն։ Ասոր թե լավ է անցել գիշերը։ Տեղի պաղպաղակները շատ փոքր չափս են, մեր հայկականները լավ մեծ են, նորմալ չափսերը էլի, այս մերնից փոքր է, հենց չի, ոնց որ սրա երկու հատն է մերը։ Բայց հենց լավ է, որովհետև շատ չես ուտում, փոքր չափով ես ուտում, տենց կալորիաներ շատ չեմ հավաքի։ Ինչ է մեջը, բեղին։ Անանասը ինչա։ Պարոն Ալեքսանդրը այս ականջներից է ուզում։ Արի դե։ Արի դուրս արի։ Հիշում ես Ալեքս Բելգիայում էլ ունես սրանից, շունիկա եթե չեմ սխալվում Բելգիային։ Բանի ռաբիթը։ Հա։ Now we have to. Now երկու հատ ունես, հա։ Գնացինք, ոնց անցավ օրը, Ալեքս, իմացար, որ մաման այսօր եկել էր դպրոց, No. բա կեզ գտալը տվեցին, Yes. բա ոնց ես կարծում, ով էր բերել այդ գտալը կեզ, I think you call my teacher. My teacher come to the house. Give it to my teacher. o կեզ թվում է թիչերդ կգա մեր տնից տանը էր գտալը, չէ ես էի բերել, ուղղակի մամաներին չի կարելի վերև բարձրանալ, ինձ չթողեցին, որ վերև բարձրանամ, բայց բոլոր ուսուցիչները եկան մոտիկացան, բոլորը իմացա, որ Ալեքսի գտալը բերել է իր մաման։ Լանչդ կերել ես սաղ, Yes. ապրես, դարի We have. կնեց, Pop. We have a sweet. կաղցր են հյուրասիրել, Of sweet. ահա, And keep a little bit. okay թե, ջորթիր գլուխդ, այ դե գնացինք լավ, արի, մի հատ է սրպրայզ ունես տանը, We have to. դե մի հատ էլ սրպրայզ ունես, գնանք One շուտ like տեսնես ինչ, this, one more like that. չէ, And what is it? գնանք տեսնես ինչ Somewhere սրպրայզ, բանի- այսօր կամին չկաղեց, Again, the real one, the thieves. They take the out the tire razor. որ ռեզրը տեն The վերցրել, tire. հա, Tire. անիվը, Yes, that round one, right? That one. չէ, դու ես մեղավոր ես անգամ, ես քեզ, And բայց ես քեզ ասել եմ, չէ, որ when I պայուսակետ, come back from dancing, բայց դու ինչի ես թողել սեղանին, որ մի հատ էլ գնացել էիր պարից եկել ես չի եղել, իսկ դու քո դասատուին ասում ես, Ալեքս, որ չկա, չես ասում, ասա նայեք պայուսակի մեջ եմ իրերը, somebody take my blue sharpener, somebody open the bag and check it and give back the blue red sharpener. տեսա, հսկայական է այս մեկը, մեծ Your photo մողես է, and send it to me and daddy. okay, Ալեքսիս նվիրած ծաղիքներ են, բալ ես քանը հերիք արի արև, արի Ալեքս ջան, սիրուն են չէ, բալետ անում իրա տղային, տեսը, Ալեքսեն բանն ախաղում են ինչ անում, Yeah, give it a little bit of string. That's it. Let it go up. Let it go up. That's it. You're not giving it enough string. երեք ոնց այդ գործին է, I think I know, Kamichka, there is no wind honey, that's why, There is. There's There a lot is? of trees. Yes, look at the leaves. There's enough to get it. But he's not getting it. It's going up there. It's going to help it to climb up.
There you go. Let it go. Let it go. Let it go. Թելը թող, թելը թող։